Հենց այսօր մնում եմ այդ թաղամասի տանիքներ են խփել, հացատան տանիքին ակպել, ոնց որ 2-3 տանիքի տենց յուղի վրա կամ այդ խոսում էին, որ փիթեղների ձայնը լսել են ու տեսել են, որ ծակվել է։ Տենց խոսակցություն կար, որ 3 ընտանիքի տանիք խփել են, չգիտեմ կոնկրետ ում, նա պատրոն գտել են, չեն գտել, դեռ հայտնի չի էլի։ Խնածաղցիների խոսքով ադրբեջանական գիշերվա կրակոցներից գյուղում բնակելի շինությունների տանիքներ են վնասվել։ Պաշտպանության նախարարությունը միայն երեկոյան մոտ հաղորդեց, այն էլ վնասված միայն 1 տանիքի մասին, չնայած ադրբեջանական կրակոցները գյուղի ուղղությամբ ըստ ռազմական գերատեսչության եղել էին 3 երեկոյան 22:20-ի սահմաններում։ Հրապարակել էին նաև գնդակից վնասված թիթեղյա տանիքի լուսանկարները։ Տուժածներ ասացին չկան։ Գյուղի ուղղությամբ արդեն 1.5 ամիս չդադարող ադրբեջանական կրակոցների մասին պաշտպանության նախարարությունը 5-րդ անգամ է հաղորդում։ Բոլոր դեպքերում բացառապես այն ժամանակ, երբ քաղաքացիական ենթակառուցվածքներ են թիրախավորվել։ Ներկայանալ չցանկացող խնածախի բնակիչները պատմեցին, այս գիշեր կրակոցներն էլ ավելի ինտենսիվ են եղել։ Ահա որ ուժեղ կրակոցներ է։ Այսօր 10:20 կրակեցին, հետո 11-ին 20 պակաս կրակեցին, հետ միջև տենց 20 րոպե միջև 11:30 այդտենց կրակում էին ու շատ ահավոր։ Ոնց հասկացան, որ օթեր այլ թիրախա հենց գյուղը։ Դրա եթե մի գիշերվա մեջ 3 տանիք են ծակել, բարձ չի որ արդեն գյուղն են թիրախավորել։ Խախտել են 11:30 չէին կրակում, հիմա կրակում են 10:20, բայց 2:30, բայց 3:11 են կրակել։ Դե վախենում ենք դուրս գանք, դուրս չեն գալիս տնից։ Սյունիքի մարզի սահմանամերձ այս գյուղում մարդիկ անհանգիստ են։ Ավելի շատ մտածում են երեխաների համար։ Հա, հիմա հանգիստ է, երեխաները դպրոց են հաճախում, մանկապարտեզ, ցերեկը ամենամարդ իր գործով, բայց հենց գիշերը գալիս է, իրանք սկսում են արդեն կրակելը։ Արդեն 50 օր է, նույն ձևի, նույն տեմպով իրանք շարունակում են, թե կառավարությունը ինչ է մտածում սրա մասին, մենք անհայտ վիճակով ապրում։ Եթե գյուղն են թիրախավորում, բաց չի որ հասարակը այսօր մեկը գա մեր տանիքի մենի, ես իմ երեխան վերցնելու եմ գնամ գյուղից ասեմ, բա արդեն խփում են։ Դե ուրա վերցանում, մարդիկ անհանգիստ են, 2 ամիս կլարանա չի վերջանում, ինչ կլինի հետո։ Խոզնավարում ևս կրակոցներ լսել են նույն ժամերին 10:30-ին, 2:00 և 4:30-ին։ ԵԿՄ նախագահ իշխանական քաղաքացիական պայմանագրից Սասուն Միքայելյանը հաստատել է սահմանին կրակոցների փաստը, բայց չգիտի ինչ են ուզում։ Երևանը վերջին շաբաթներին պարբերաբար հորդորում էր Բաքվին փաստեր ներկայացնել հայկական կողմի հնարավոր խախտումների մասին, ինչպես նաև հետաքննել ադրբեջանական ստորաբաժանումների կողմից հրադադարի խախտումները։ Ֆակտոր TV-ին վարչապետի աշխատակազմից նախօրեին տեղեկացրել են, որ թե Երևանը, թե Բաքուն միմյանց են փոխանցել հրադադարի խախտումների վերաբերյալ տեղեկություններ։ Նաև քննությունից են խոսել, թե տեղեկությունները հայկական կողմը հետաքննել է և արդյունքների մասին տեղեկանք է փոխանցել ադրբեջանական կողմից, սա մեջբերում էր։ Ինչի մասին է խոսքը, արդյոք ադրբեջանական այն պնդումներն են հետաքննել, թե հայերը կրակել են։ Թե հենց ադրբեջանցիների կրակոցների մասին սեփական քննության արդյունքներն են փոխանցել։ Պարզաբանումների համար կառավարություն գրավոր հարցում ենք ուղարկել, նաև ճշտելու արդյոք Բաքուն ընդունել է, որ խախտել է հրադադարը, եթե այո, ինչու է շարունակում։ Ադրբեջանցիները սկսեցին կրակել Երևանի և Բաքվի համաձայնությունից հետո, շուտով կլրանա 2 ամիսը։ Խաղաղության պայմանագրի նախագիծը համաձայնեցվեց, բայց չստորագրվեց ադրբեջանական նախապայմանների պատճառով։ Որևէ նոր բան չկա, ինչ հրապարակային եղել է, կարելի ասել այդքանն է, եթե որևէ նոր բան լինի, բնականաբար մենք կտեղեկացնենք հանրությանը։ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը այսօր չի թաքցրել ստորագրման հարցով հայկական կողմի հայտարարությունները հնարավորինս արագ փաստաթուղթ ստորագրել, անպատասխան են մնում։ Այս ֆոնին Բաքուն չի նահանջում պայմանագիրը ստորագրելու իր նախապայմաններից փոխել Հայաստանի սահմանադրությունն ու լուծարել Ղարաբաղյան խնդրով զբաղված ԵԱՀԿ Մինսկի խումբը։